Սերը դեպի բժշկման արվեստ այն սերն է հենց մարդկության հանդեպ։ Եվ ահա այս մեծ սիրով օժտված մարդը բժշկագիտության նվիրյալ առողջապահության հմուտ կազմակերպիչ Լևոն Գրիգորյանն այսօր մեր հյուրն է։ Հենց նրան ենք բացահայտելու այսօր, առանց փողկապի։ Լևոն Գրիգորիչը չտեսնված հայ է։ Ես զարմանում եմ, որ հայի այդպիսի տեսակը դեռ պահպանվել է, որովհետև ինքը կարելի ասել գենետիկ առումով մտավորական է։ Նա մեզ ներդրում է ունեցել Հայաստանում ստոմատոլոգիական ծառայության զարգացման համար։ Նա լավ, հաջողված բուժսառայության կազմակերպիչ է։ Լևոն Գրիգորիչը շատ հարցերում ինքը ցույցատվել իր բավականին բարձր մակարդակը որպես մասնագետ եւ որպես մարդ։ Մի հոյակապ անձնավորություն։ Ասելու խոսք չունեմ, այդքան բարի, հոգատար ես նման մարդկանց չեմ տեսել։ Նաեւ կոչումով նա բժիշկ ծնվել է ինձ թվում է, բայց առողջապահության կազմակերպիչի կոչումը իր իրական տիտղոսն է եւ այսպես ասած ամենա վեհ դասավորումներից մեկը իր առողջապահության կազմակերպման մեջ է դասավորում։ Զարմանալի է, որ անգամ այս օրերում այդպիսի մտածող անհատներ կան, ինչպիսին Լևոն Գրիգորիչն է։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Շնորհակալ եմ մեր ժամանակ հատկացնելու համար։ Շնորհակալ հրավերքի համար։ Պիտի խնդրեմ մեր զրույցը արմատներից, Գյումրիից սկսենք։ Ծնունդով գյումրեցի եք։ Ծնունդով գյումրեցի եմ։ Այնտեղ եմ հայրս ու մայրս որ ամուսնացան, ստեղծեցի 8 երեխա, 4 տղա, 4 աղջիկ։ Հրաշք։ 5 տարեկան հասակում, երբ որ հորս առաջարկեցին պետպլանում աշխատանքի, տեղափոխվեցինք Երևան եւ մնացածը արդեն Երևանում։ Այո, ձեր հայրը տնտեսագետ էր, մասնագետ։ Հայրը տնտեսագետ է, ավարտել է Լենինգրադ քաղաքում տնտեսագիտական ֆակուլտետը ՍՄԴ ինստիտուտում եւ որպես հազվադեպ մասնագիտություն եւ գրագետ իրան միշտ որ վերադարձավ Լեննական շանակեցին քաղաքսովետի նախագահի տեղակալ, հետագայում երբ որ պետպլանը Հայաստանում ստեղծվեց, հրավիրեցին պետպլանը որպես լավ մասնագետ գիտության եւ տեխնիկայի բաժնում։ Միջև տարվա վերջ իր կյանքի վերջ աշխատել է պետպլանում։ Ընտանիքում բժիշկներ չկային։ Ոչ։ Այո, ճանապարհը դուք պիտի հարթեիք բժշկագիտության։ Պատահական ստացվեց մասնագիտության ընտրությունը։ Երբ որ ես ընդունվեցի Երևանի երաշտական գիշերօթիկ դպրոց, այդտեղ շատ կարևորում եմ իմ կյանքի էտապներից ամենակարևորը երևի դա է, ես այդտեղ ձևավորվեցի որպես եւ տղա եւ երևի որպես մարդ, ինչու որովհետեւ մենք շատ դաժան այնտեղ պայմաններ էր, իհարկե լավ առումով եմ ասում դաժան, կարգ ու կանոնով, եւ մենք լավ դաստիարակություն ստացանք եւ ձեռք բերեցինք երաշտական որոշ կրթություն։ Հետագայում իմ բոլոր գոլեգաները գնացին, շարունակեցին, ուսումնարան երաշտական, հետո կոնսերվատորիա, բայց ես որոշեցի գնամ բժշկության ուղղությամբ, ու տենց ստացվեց, որ ես ընդունվեցի Երևանի բժշկական ինստիտուտի բիոքիմիայի ամբիոնում որպես լաբորանտ, աշխատում էի ամբիոնում, հետո եմ ընդունել ստաժ եմ ձեռք բերել, 2 տարվա ստաժ եմ ունեցել, որ ընդունել եմ Երևանի բժշկական ինստիտուտ։ Սիրում եմ ես դա այդ մասնագիտությունը, շատ հարևաններ ունենք, որոնք ատամնատեխնիկություններ էին անում, մենք գնում ենք կողքերքը նայում ենք, հետաքրքիր էր պես, ու այդպես կամաց այդ առաջացավ այդ սերը, այդպես ասած այդ մասնագիտության նկատմամբ, որ ասեմ նորից ընդունվել բժշկական այսօրվա համալսարանը, ընդունվել անպայման ստոմատոլոգիական ֆակուլտետը, բուժական ֆակուլտետ չէի ընդունվել։ Ստոմատոլոգիայի նկատմամբ սերն այնքան մեծ էր, որ դուք բավականին մեծ դժվարություններ հաղթահարեցիք ինքնուրույն
որտեղ մինչև այդ էլեկտրոտեխնիկական գործանում եմ աշխատել փականակորցի աշակերտ, այ երևի դա նշանակություն է, որտեղ ձեռքի ունակություն պետք է ունենաս, որ դու դառնաս լավ մասնագետ ստոմատոլոգիայում, բացի գիտելիքներից, որ պետք է պարտադիր լավ լինեմ, պետք է ձեռքի ունակություն լինի, որ կարողանաս լիարժեք բժիշկ լինես, այդ երկուսը միասին։ Եթե օրինակ թերապևտների մոտ, կարդիոլոգների մոտ պարտադիր չի ձեռքի ունակությունը, մերը պարտադիր է ձեռքի ունակություն։ Դրա համար ասում են, այս բժիշկը շատ լավ բժիշկ է, ձեռքի ունակությունները, որովհետև այդ հնարավորությունները տալիս են։ Ընտանիքից գիշերօթիկ դպրոցում միայն դուք էիք։ Այո։ Ես մերը եւ իմ ծնողներին միշտ շնորհակալ եմ յուրը, որ ստայել են այդպես այդ դպրոցը, որ սովորել եմ երաժշտությունը, որովհետև հետագայում ես երաժշտությունը ուղղել էի։ Զբաղվում աշխատում էի փողային նվագախումբ Երևան փողային նվագախումբում էի նվագում աշխատում եւ աշխատավարձ ստանում, որը շատ կարեւոր էր մեր բազմազան ընտանիքի համար։ Երաժշտությունը օգնում է աշխատանքում։ Շատ, ես առանց երաժշտություն չեմ պատկերացնում եւ դաժե մենք այնց երաժշտության տակ ենք մեկ աշխատել, օրինակ ես սկսել եմ իմ գործունեությունը երկրորդ հիվանդանոցից, երաժշտության տակ հանգիստ երաժշտություն, որ մեր հաճախորդներին հաճելի լինի այդ երաժշտությունը լսելը։ Օրինակ մանկական ստոմատոլոգիայում ես հիշում եմ, մանկական գլխավոր մասնագետը ինքը ակնճակալներ դել եւ երեխաների, որ գալիս են դժվար է երեխաներին սպասարկել է երաժշտություն են լսում կամ հերոստացիոն իրանք մուլտֆիլմեր են նայում, որ բանը բացեն, մեկ ուղղությունը շեղեն կերի, որ կարողանանք այդ անցատումները ժամանակին բուժել։ Այդ մեթոդներ եղել է։ Պարոն Գրիգորյան, ուսանողական տարիներ պիտի խնդրեմ տեղափոխվեք, ինչպիսի ուսանող էիք։ Ուսանողական տարիները կասեմ սեն, մի քիչ չի կարողանում համակերպել այդ քաղաքական առարկաներով, փիլիսոփայություն, կոմունիզմ, բանը, ոչ մասնագետ, բայց մասնագետական առարկաները շատ եմ սիրել եւ հաճույքով սովորել եմ։ Ճիշտ է, գերազանց չեմ սովորել, բայց միջինից բարձրնել այդ դոկտորակը եղել է պարտադիր։ Բավականին ակտիվ ուսանող էր, լավ էր սովորում, որտեվ սիրում եք։ Ուսանողական ընկերներ կան, որ այսօր էլ ուղեկցում են ձեզ որպես ընկեր։ Այո, ես ունեմ մեր խումբը, որը միջև այսօր մի 6-7 հոգի կան, որը տարեկան մեկ անգամ գոնե պարտադիր մենք հանդիպում ենք իրար։ Այսօր մեր հպարտությունը ունեն Պողոսյան Ջուրան, որը համակուրսեցին այսօր բժշկական գիտության դոկտոր, դիմացնոտային վիրաբուժության մեջ կարող եմ ասեմ հիմնադիրն եղել ենք մեր պրոֆեսոր Երյանից հետո ես յան եմ համարում հիմնադիր, որտեղ բավականին մեծ ուրեմն ուսանողներին լավ կրթում էր եւ լավ հետ թողեց այսօր շատ երեխաներ, շատ ուսանողներ, ովքեր իրանց մոտ ավարտել է, իրանք լավ աշխատում են, դա իրար շնորհքն է, մենք հպարտանում ենք հանով։ Նա որպես ընկեր շատ հարգված է եղել ուսանողական տարիներից սկսած, միևնույն ժամանակ ավարտելուց հետո որպես բժշկի, որպես բժշկական ծառայության կազմակերպիչի, նա իրեն միայն դրական կողմերով է դրսևորել եւ լավագույն կազմակերպիչներից մեկն է հանրապետության մակարդակով։ Նրա հետ ամեն ինչ կարելի անել, որտեվ նա եթե ընդունում է այդ ընկերոջը, նա նվիրվում է։ Նա նաև շատ ջերմ ընկեր է, չտեսնված ընկեր է նաև կենցաղային հարթակում։ Մարդ, որը ասենք լինելով դոկտոր, պրոֆեսոր, ընդիր կենացներ է առաջարկում, լավ նարդի է խաղում եւ նրա հետ կարելի է շատ երկար ժամանակ անցկացնել։ Որ հարցը հասավ Լևոն Գրիգորյանին եւ ինքը հասկացավ, որ իր օգնության անհրաժեշտության կարիքը կա, նա օգտակար կլինի անպայման։ Մարդիկ կա, որոնց կարելի է վստահել առանց մտածելու։ Ինքը պատկանում է այդ մարդկանց թվում։ Իսկ նարդու սեղանի շուրջ ում հետ եք հանդիպում, ուսանողական ընկերների թե արդեն։ Չի, ունենք եւ իհարկե ես կարամ էլի հպարտության համարեմ ներ նախկին ալգորիթմ ինստիտուտի տնօրեն Արությունյան Համլետին, որը որ
ինքը տեխնիկական մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսորը, որը մինչև այսօր դասավանդում է շատ բուհերում, բավականին պահանջված մասնագետ է ինքը, շատ գրագետ, կիրթ, ունեմ էլի շատ տենց ընկերներ ունենք, որ ոչ մասնագիտական իհարկե, օրինակ ունեմ հանրայդ երգիչ Թադևոսյան Վահրամ, Վանո Թադեոն, որը Եվրոպայի մակարդակի, աշխարհի մակարդակի լավագույն երգիչներից մեկը տենորա, ես քանի որ մի քիչ երաժշտական կրթություն ունեմ, ես որ ծանոթացանք միանգամից, Ցկեց։ այո, ունենք Գյումրիում վերականգնական կենտրոնի տնօրեն Անահիտ Աղաջանյանը, մի հիանալի մարդ, որը ստեղծել է վերականգնական կենտրոն, պատկերացնում եք, այդ սա մեր հաշվանդամ երեխեքը պատերազմից հետո ինքը կազմակերպել է եւ բուժում նա կազմակերպում այդ երեխաները, դա շատ կարևոր եմ համարում նրան։ Պարոն Գրիգորյան, աշխատանքային ձեր գործունեությունը սկսեցիք Երևանի պետական բժշկական համալսարանում։ Մինչև բժշկական ինստիտուտ այն ժամանակ ինստիտուտից էլեկտրոտեխնիկական գորդան ու փականակույնի աշակերտ եմ աշխատել։ 1 տարի հետո պետք է անպայման քննություն հանել, որ կարգ ստանաս։ Այն ժամանակ մեր գլխավոր ինժեները Դեմիրճան Կարենն էր, եւ Դեմիրճան Կարենին քննություն եմ հանել եւ ասեց ոնց որ երիտասարդի գիտելիքները վատը չես։ Ընդհանրապես 4-րդը կարգից ինձ միանգամից 3-րդ տվեցին։ Իմ համար շատ մեծ հպարտություն էր, որ այդպես արժանացային։ Հետագայում մենք էլ ենք իր հետ իհարկե հանդիպել, բայց այդտեղ փականագործ աշակերտ, որ 1 տարի աշխատեցի, հետո տեղափոխվեցի բժշկական ինստիտուտի բիոքիմիայի ամբիոն, այստեղ արդեն ես որ հանդիպեցի ակադեմիկ Բունացյանը, Խիթարյան Վահան Գրիգորիչ Աղաջանով Միխայելի, այդ մարդկանց հետ ես կամաց ծանոթացա, տեսա սրանք շատ ֆունդամենտալ գիտնականներ են եւ ես էլ անպայման ասի, երբ որ կընդունվեմ բժշկական ինստիտուտ, ես իհարկե ընդունվեցի, ես հենց առաջի տարին ու տենց ավարտելուց հետո միանգամից ուրեմն քանի որ հայրս արդեն մահացել էր, միակ խնամողը ես էի մեր օջախում, ինձ թողեցին անպայման շրջան գնել 2 տարի աշխատենք, հետո տեղափոխվենք Երևան։ Ինձ թողեցին Երևանը որպես խնամակալ եւ աշխատեցի 2-րդ հիվանդանոցում հենց։ Եվ 2-րդ հիվանդանոցում աշխատեցի 7 տարի հետո մեր առողջապահության նախարար Էմիլ Գաբրելյանը, որի հետ ես բժշկական ինստիտուտում էի ծանոթացել, այդ ամբիոնի աշխատանքի ժամանակ ինքը ֆարմակոլոգիայի ամբիոնում էր աշխատում, ես բիոքիմիայի, ես մոտենում իր փորձերն էի նայում, հետաքրքիր էր ինձ իր գիտական փորձերը, որ դնում եմ, որովհետև 10-12 ժամ ու կամաց յանից շատ բաներ ընդօրինակեցի եւ այսօր ես յան համարում եմ իմ համար առաջի ուսուցիչը, որովհետև Էմիլ Գաբրելյանի նման մանկավարժ գիտնական առողջապահության կազմակերպիչ բոլոր են միասին մինչ այսօր ես չեմ նկատել։ Դա համար ես յան համարում եմ իմ ուսուցիչը որպես առողջապահության կազմակերպիչ։ Եվ սկսվեց ձեր հարուստ ուղին։ Ես հետագայում, երբ որ Շաունան շրջանում պետք է ստեղծվեր ստոմատոլոգիական պոլիկլինիկա, Էմիլ Գաբրելյանը ինձ առաջարկեց, ասեց կարող է կառուցես, որտեղ այնտեղ ոչ թե պոլիկլինիկան պատրաստ է, պետք է կառուցել եւ 77 թվականին, երբ որ ինձ նշանակեց ուրեմն այդպես ասած տնօրեն, ես 2 տարի կառուցեցի այդ պոլիկլինիկան Շաունան շրջանում, որտեղ դեն ժամանակ գիտեք շինարարությունը որ բժիշկ ղեկավարում միշտ պահանջկոտ ամեն ինչ լավ լինի եւ այնց օգնում է շինարարներին որ կարողանան գրագետ եւ ճիշտ ժամանակին հաղթեն 2 տարվա ընթացքում հաղթեցին հետո ինքը եկա բատմանը մասնակցեց իհարկե այդ պոլիկլինիկայի հետագայում մեր պոլիկլինիկան կամաց դառավ երևի թե լավագույն պոլիկլինիկանից մեկը Որտեղ շատ էի գնում Մոսկվա քաղաք ցուցահանդեսներին մասնակցում, նորությունները ինչ տեսնում էի, անպայման ձեռք էի բերում, վարկային ծրագրերի միջոցով բերում են թե սարքավորումներ, թե տեխնոլոգիաներ, թե մեթոդներ, թե նյութեր, թե շատ սարքավորումներ, որոնք հենց Հայաստանում վիզոգրաֆ ռենտգեն դեռ հələ Հայաստանում այդ մակարդակի չունեն, ես արդեն ունեի այդ ռենտգեն սարքը ունեի կամ ձուլման սարքը Դեգուսա ֆիրմայի գերմանական, որ առաջ անգամ ես ձեռք բերեցի, որը շատ մեծ նշանակություն ունի պրոթեզավորման
հատկապես անշարժ պրոթեզների պատրաստման համար շատ օրակով ենք գցում։ Բերեցինք հետագայում արդեն որ մի քիչ ոսկին արդեն կամաց այն ժամանակ թանկարժեք մետաղով ենք պրոթեզավորում, բերեցինք դրա ալտերնատիվան, որը կոչվում էր բուլատ էին ասում ժողովրդի մեջ, այսինքն բուլատը դա սարքավորումի անունն է, ուղղակի ինքը նիտրիտիտանը այդ սարքավորումը փոշեր պատման եղանակով նստացնում ենք պողպատի վրա, ու պողպատը դառնում է իբր թե ոսկի դեղին գույն է ձեռք բերում, ու տենց ժողովրդին մենք սպասարկում ենք ովքեր հնարավորություն չունեն իհարկե։ Պետք է նշեմ, որ Գրիգորիչը մեծ էնտուզիաստ է եղել իրեն մասնագիտության գծով, որովհետև հանրապետությունում առաջին պոլիկլինիկան էր, որ նա կարողացավ ժամանակակից սարքավորումներով, բուժման ձևերով ցուցադրել ժողովրդին։ Ատամնաբուժական պոլիկլինիկայում, ստոմատոլոգիական պոլիկլինիկայում որոշեց ավտոմատացնել այցելուների, հիվանդների հետ այցելությունները, նրանց հետ բոլոր այդ աշխատանքները տեղեկատվական համապատասխան համակարգ ստեղծել։ Ես իրան օգնեցի այդ գործում, համակարգը ստեղծվեց եւ դա սովետական միության մեջ համար առաջին պոլիկլինիկան էր, որտեղ դրված էր կոմպյուտեր եւ ավտոմատացված համակարգ։ Դա շնորհիվ Լևոն Գրիգորիչին օրինակելի ծառայություն է կազմակերպել, շատ բժիշկներ ուղարկվել են այդ պոլիկլինիկայում վերապատրաստվելու, պատահական չէ, որ վերապատրաստման մասին խոսում եմ, որովհետև ինքը նաև որպես կազմակերպիչ պատրաստել է ստոմատոլոգիական ծառայության շատ մասնագետներ։ Եվրոդենտը եկավ նոր խոսք ասելու Հայաստանի հայկական ստոմատոլոգիական ոլորտը։ Երբ սեփականաշնորհումը սկսեց, մի հատ անուն պետք է դնենք, շատերը իրանց անունն էին դնում, Գոյդենտ, Լևադենտ, Բելադենտ, ես դրեցի Եվրոդենտ, այդ ժամանակը եվրո էր դուս եկել, հատեն նոր, հա, դոլարից ընկում եվրո դուս եկավ, ես դրեցի Եվրոդենտ, եւ ստիպած այդ անունը դրեցին Եվրոդենտ մնաց տենց։ Այո։ Եվ առաջնային եւ առաջատար բժշկական Այո, լավագույններից մեկն էր այն ժամանակ, չասեմ ամենալավն է, բայց լավագույններից մեկն էր, որովհետև այն ժամանակ մասնավորը այդքան չկար, նոր սկսում։ Եվ շատ դժվար էր։ Այո, Հնարավորություններ չկային, այսչափ ինֆորմացված չէր։ այո, ճիշտ է։ Պարոն Գրիգորյան, սոցիալապես անապահով խավերին օգնելը մշտապես ձեր ուշադրության կենտրոնում է եղել դեռ Եվրոդենտ ստոմատոլոգիական կլինիկայի ծառայություններից սկսած։ Այո։ Բայց որքանով տեղյակ եմ, այնուհետև դարձավ կենսակերպ կամ ավելի շուտ է եղել կենսակերպ։ Գիտեք, մի անգամ մեր նախարարը Էմին Գաբրիելյանը հրավիրեց, ասեցին հրավիրումա գնացի, այն ժամանակ ես ձեռքի հեռախոսները այսօրվա չկար, կառավարական հեռախոսով մեկի հետ խոսում էր, նացել նստի, մեկի հետ խոսում էր, այն ժամանակ ծերանոցները, հիմա կոչվում խնամքի կենտրոն, նրանք պատկանում են առողջապահության նախարարությանը։ Ասма գնացի տենամ այդ ծերանոցները իրանից ինչ է ներկայացնում, ասма գնացի որ այցելությունների ժամանակ Խարբերդի ծերանոցը երբ որ գնացի, մեկը նայեցի, մեկը նկատեցի, պատահաբար աչքովս ընկավ մեր կոլեգայի հորը, ասма որ տեսա, աչքերից չհավատացի, անկախ ինձանից ճուրակարագարա գնացի, եկավ ասма ձերբիցս բռնեց, ասեց քեզ ինչ եմ արել որ երես ես թեքում, ասma ես ուղղակի գետինը մտա, թե չի սպասող որ կարող է պատահ, ես չեմ տենա ծերանոցում, կոլեգայի հորը, որ նախարարն է չգիտեմ։ Հետո ես հասկացա, ամուսնացունց ինձ հասկացնում եմ, մի հատ գնայ ծերանոցները տեսես ինչա։ Երկու օրից հետո ես գնում եմ առաջի ծերանոց 4-րդ գյուղում, այդտեղ մի հատ նայեցի տեսա ինչ վիճակ է, այդտեղ իրանց բյանը խորոցից ստուգեցի, Եվ հասկացա որ չէ, սանք մարդիկ ներք են, սանք պետք է օգնեն։ Ստեղծեցինք ընդեղ նա դրանք բացկաթոռ, որ մեքենա ամեն ու բրիգադա տարա, մշտական ստեղծեցինք ընդեղ մենք կաբինետ եւ սկսեցինք մենք իրանց սանաչեյած, այսինքն ստուգում ենք, ով ինչ է կարիք ունի եւ անվճար պետական պատվերի սահմաններում մենք կարողացանք իրենց բոլորի ատանդել դե ժամանակ
պողպատի ուրեմն ատամներ էր եւ շարժական պրոթեզեր, ուրիշ բան չկար, ու մինչեւ այսօր մենք ընդեղ ունենք կաբինետ, մինչեւ այսօր մենք այդ աշխատանքը կատարում ենք, դա 41 տարի առաջ է եղել, այսօր նարեկ ուրեմն կենտրոնում ենք արել Աբովյան քաղաքում, Գյումրի քաղաքում ենք արել, Վանաձոր քաղաքում ենք արել, Ձորագ հոգեբուժական դիսպանսեր կա, այդտեղ ենք էլի կաբինետ ենք ստեղծել, որ այդ կարողանանք այդ մարդկանց օգնենք։ Իր թիմով գալիս է ամեն ինչը բերում են եւ ատամների չափսերը վերցնում են, գալիս են լաբորատորիա ունի այստեղ, որ ատամ հեռացնեն կամ բուժումներ անեն, այնպես որ մեզ շատ է օգնում։ Որովհետև մի քիչ պարադոքս է դառը, որ պետությունը անշարժ պրոթեզավորումը հանել է պետական պատվերից, դա եղել է հանրահայտ նախարար, տենց ասեմ էլ Լևոն Ալթունյանի ժամանակ իր ուրեմն տեղական Մարգարյան Սամվելով նետ բան արեցին, որ նետ վնաս տվեցին մեզ, ես չեմ կարող դա չնշեմ, մինչև վերջ հապտի ասեմ, այդ երկուսը ուրեմն հանեցին պետական պատվերից անշարժ պրոթեզավորումը, դե պատկերացեք, այսքան երեխաներ կան, որոնք մեն բանակ ծառայելու, իրանց հասնում է պետական պատվեր 2 տարվա ընթացքում, ծառայության ընթացքում, նրանք չեն կարողանում սպասարկվել, իրանց ծնողներն էլ զրկվեցին այդ ամեն ինչից։ Եթե այսօր մենք հաշվանդամ երեխեքին չպատրաստենք անշարժ պրոթեզները, մենք ում պիտի պատրաստենք բա։ Եվ ես անպայման դիմել եմ մեր առողջապահության նախարարության, մեկ անգամ դիմել եմ, ուրեմն որ անպայման նույն վերականգնեն այդ անշարժ պրոթեզավորումը։ Մեր հերոս երեխեքի մասին է խոսքը։ Պարոն Գրիգորյան, ես տեղյակ եմ, որ փոքրիկ ավտոբուս կար, որտեղ ստեղծել էիք բժշկական առաջին անհրաժեշտ ստոմատոլոգիական փոքրիկ կենտրոն եւ որը սպասարկում էր։ Այո, մենք այդ ավտոբուս դեռ բերեցինք, վերակառուցեցինք, մեծ շարժական ստոմատոլոգիական կլինիկա ստեղծեցինք եւ գնում ենք եւ տերանոթներ են ժամանակ նույնիսկ կրկնեմ մանկատները, դպրոցները, այսինքն մենք Երևանից դուրս մարզիչ։ Երևանում, հա, Երևան։ Եվ այսօր այդ դա մնման նորից էլի արդիական ուժի մեջ մենք անպայման մի շինարարական լավ կազմակերպության վրա եմ դուրս եկել, որոնք պատրաստում են համապատասխան տնակներ, այդ համապատասխան տնակների մեջ մենք պարտադիր կտեղավորենք մեր սարքավորումները եւ կկարողանանք գիշերօթիկ դպրոցներ, օրինակ որտեղ որ ես սովորել եմ, անպայման հատկի նվեր տամետի պատրաստեն տամ նվեր իրան բակում կդնեն, մեր բժիշկները կգնան, դեռ շոց 500 երեխա կա, յան բոլորը ատամները պետք է բուժենք եւ պրոթեզավորենք պարտադիր։ Դա իմ առաջնահերթ հարցը պետք է լինի։ Գաղափարը մնացել է, մատուցման ձևն է։ Այո, ավելի ժամանակակից պայմաններով կստանան բուժօգնություն։ Նոր տեխնոլոգիաներով, նոր նյութերով եւ այլն, իհարկե անպայման։ Լևոն Գրիգորիչը այնպես է սպասարկում, կարծես իր հարազատները լինեն։ Մի հատ տատիկ ունենք, 5 երեխա ունի, բայց ոչ մեկը չի գալիս, արդեն 2 տարի։ Հատուկ դրա համար առանցին բանման է բերում ուտելիք, գրուպաներ, դափնաշնիկներ։ Մի խոսքով շատ հոգատար, շատ ուշադիր մարդ է։ Հսկայական մեծ աշխատանք եք անում, աշխատանք, որը հայրենասիրության մի քայլ է, հայրենասիրության յուրահատուկ դրսևորում։ Դե այսօր իմ կարծիքով մենք նամակներ ենք դիմում բոլոր մեր ուրեմն խոշոր հարկատուներին, այսինքն այն մարդկանց դիմենք, ովքեր ուզում են դա անեն կամ հասկանում են դա։ Այսինքն եթե կա նպատակ, միջոցներն անպայման, ու եթե այդ նպատակը ազնիվ է ու վեհ, միջոցներն անպայման գտնվում են։ Պարոն Գրիգորյան, եթե ճակատագրական հարվածները եթե մեզ չեն կոտրում, չեն փշրում, ավելի են ուժեղացնում։ Անպայման։ Ես գիտեմ, որ դուք այդ հարվածների պակաս չունեցաք, բայց կանգուն եք, բայց առույգ եք ու շարունակում եք աշխատել ու առաջ գնալ։ Միանշանակ շատ չեմ ուզում ասեմ, բացասական էներգետիկայով են մեզ փորձել ճնշել, բայց դա օգուտ չի տա մեկը։ Մենք մի բան գիտենք, առաջի հերթին մարդ պետք է
առողջ լինի, առողջապահությունը դե առողջ լինի եւ կրթությունը պետք է տեղը լինի։ Այս երկուսը միասին եւ ամենակարևորը մարդ պետք է մարդ մնա։ Ամենակարևորը մարդ մնալը դա ամենադժվար բանն, ամենածանր բանն է։ Մենք շատ ենք տեսել, մի քիչ հարուստանում են, ցինիկանում են, պաշտոնը ստանում, լկտի անում են։ Մենք տեսել ենք, իմ կյանքի փուլս այնքան, որ ես այնքան մարդկանց եմ տեսել, մարզպետներից սկսած նախարարներից վերջացած շատ եմ տեսել։ Բայց դե չեն կնկաչում, ոչինչ։ Մասնագիտական ձեր ուղին շատ հարուստ է եղել, պատվոգրերի, իշխանշանների ու մեդալների պակաս չունեցաք։ Փոխեցին դրանք ձեզ։ Գիտեք ինչ, օրինակ տեսեք, Գյումրիում 102-րդ բազայի այդքան ուրեմն ծառայողների ենք մենք բուժել, պրոթեզավորել։ Ղեկավարների մասին չեմ ասում, որ մի քիչ առանձին են գալիս, իրանց ընտանիքներով։ Այդ արել ենք, հիմա մեկ է տենամ հրավիրում են, պատվոգիր ենք տալիս, ես դրա մասին չեմ պատկերացել կամ մտածել, որ կարող են չորանք ինչ-որ մի, բայց այդ մատի գնահատել են մեր աշխատանքը, դա մեր աշխատանքը մեջ չի մտնում ընդհանրապես, բայց այսօր նույն Գյումրիում 174 հաշվանդամ երեխա կա, որոնք կարիք ունեն մեր մասնագիտական օգնությանը, մենք անպայման ընդեղ մեր գոլեգաների միջոցով, որոնք կլինիկաներ ունեն, իրանց միջոցով մենք այդ երեխաներին նորից նախապատրաստում եմ գնամ Գյումրի եւ այդ քաղաքում իմ հայրաքաղաքում սենց ասում, մենք տենց ենք ասում Գյումրին հայրաքաղաքում, գյումրեցիներս ենք էլ տենց ասում։ Հայրաքաղաքում այդ երեխաները պետք է զբաղվեն պարտադիր։ Պարոն Գրիգորյան, դուք մասնագիտական ձեր փորձն ու հմտությունները մեծ սիրով ու շատ մեծ պատասխանատվությամբ երիտասարդ սերնդին եք փոխանցել ու փոխանցում։ Գիտեք ինչ, դա պետք է յուրաքանչյուր մասնագետ տենց լինի, տենց անի։ Օրինակ ես ավելի շատ առողջապահության կազմակերպիչ եմ, կազմակերպչական հարցերը, ոչ թե մասնագիտական։ 7 տարի աշխատեցի որպես ստոմատոլոգ, բաժնեվարիչ, հետո երբ որ իմ կլինիկան ստեղծեցի, նրանց կաբինետ ստեղծեցի, որ ես աշխատեմ, իմ ժամանակվա քաղաք բաժնի ղեկավարությունը արգելեց, ասել դու գլխավոր բժիշկ ես, դու իրանք չունես պրակտիկայով զբաղվել, դու պետք է ղեկավար ես։ Չնայած ես ասացի, ես կոնսուլտացիա եմ անում, ես պետք է տենամ, չէ՞, բայց տեսա որ չեն ուզում, լավ ասի կվերացնա, կոնցի չկա։ Արգելեցին ես որպես մասնագետ կարողանամ աշխատեմ հետագայում։ Դրա համար հիմա ես որ նայում եմ, այսօր թույլ են տալի յուրաքանչյուր տնօրեն ինքը կարող է եւ աշխատի։ Այն ժամանակ տենց էր օրենքը։ Իսկ հիմա լավ բաներ են մտցնում, բայց էլի պետք է վերանայել լիցենզավորման process-ները, պետք է վերանայել, որ այսօր շատ թերություններ կա, վերապացածման մեջ էլ ունեն թերություններ, որը պետք է մենք կարգավորենք այսօր ընդդեմ ահագին թուրք տեղեր կա, որոնք պետք է առողջապահության կազմակերպիչները խորհուրդ տան։ Դրա համար մենք ժամանակին ունեցել ենք, հիմա էլ կա գլխավոր մասնագետ, բայց գլխավոր մասնագետը պետք է մեր ասոցիացիաների հետ համագործակցի, որ ամեն մեկս մի կարծիք ասենք, մի տեսակետ ասենք, որ կարողանանք օգուտ տանք մասնագիտությանը։ Լավ մասնագետ է ինքը, բան չեմ կարող ասեմ, բայց կազմակերպչական տեսակետից լավ չեմ ճանաչում իրան, էլի, որովհետև չեմ շփվել։ Այդ գիտեմ, բայց դա քիչ է։ Բժիշկ լինելը մի բան է, բայց կազմակերպիչը դա մի քիչ ուրիշ է, նա ավելի Համար մենք համակրթությունով ենք, օրինակ տեսեք, ես ազգային ինստիտուտում, բժշկների վերապացածման ինստիտուտ, եղել եմ առաջին դեկանը, ստոմատոլոգիական ֆակուլտետը, այն ժամանակ ռեկտորը Դումանյանն էր, մենք ստեղծեցինք ֆակուլտետ, 3 հատ ամբիոն ենք ստեղծել, այն ժամանակ մեկ ամբիոն էր, ստոմատոլոգիայի ամբիոն իր ճյուղերով, բայց մենք ստեղծեցին դիմացանոթային հիանալի ստացիոնար կար, օրթոպեդիկ, ուրեմն ամբիոն կար ու մասնագետային դրում լավ, հետո դառնացին միացեցին բժշկական համալսարանի հետ, դեկուսը սա խառնվեց իրար, բայց հիմա լավ է գոնելի վերականգնվել է
ազգային ինստիտուտում այդ ամբիոնը ճիշտ է, հիմա ամբիոնա կոչում, առաջվա նման չի, բայց ամեն դեպքում մենք այն ժամանակ կոնֆերանսներ ենք կազմակերպում, իմպլանտոլոգիայի նոր ծրագրեր էինք բերում, որ առաջինը շաբլոնով էինք անում, մեր կլինիկական օրդինատորները, երիտասարդները հիացած էին, որ ինչ ավելի լավ, ոնց որ լապարոսկոպիկ մեթոդը վիրաբուժության մեջ, այդտենց էլ իմպլանտոլոգիան մենք բերեցինք այդ շաբլոնը, որ կարողանան ոչ մենակ այն ովքեր որ դիտեն կարող են, ովքեր որ ցանկանում են ավելի հեշտ տարբերակով կարող են շուտ թերապետն է տեխնոլոգիան եւ համապատասխան կրթությունից հետո, այսինքն վերապացակմից հետո իրանք են աշխատեն։ Հնարավորություն է ծեպտում երիտասարդների համար, ոչ թե մենք ենք ու վերջացա, հա։ Դες բոլորը պետք է հավասար լինի դաշտը բոլորի համար։ Մենք տենց ենք։ Պարոն Գրիգորյան, ինչ է կարծում, հեշտեց էս այդ աշխատել, գործակցել։ Ես ընդհանրապես խնդրեմ չեմ ստեղծել որևէ մեկի համար, ընդհանրապես։ Տեսեք, այդքան պետական քննությունների հանձնաժողովի նախագահ եմ եղել։ Հիմա Տոմսը գիտի թե չգիտի, դա մի կողմի վրա ենք թողում։ Մենք մի քանի հարցերով փորձում ենք հասկանալ, այդ մարդը ուղիղ է մտածելակերպ ունի թե չունի։ Այսինքն կլինիկական մտածելակերպը եթե ունի, այդ հարցերը այդքան էական չի, ինքը վտանգ չի, բայց եթե դա չունի, այդ արդեն վտանգ է։ Այդ կլինիկական մտածելակերպ չկա, դա վտանգ է։ Պարոն Գրիգորյան, աշխատանքից դուրս ինչպիսին է Լևոն Գրիգորյանը։ Աշխատանքից դուրս ունենք մի հետաքրքիր շրջապատ, որը մի քանի ընկերներով մշտական ժամը 5-6-ից հետո հավաքում ենք իմ օֆիսում, ու այնտեղ ավելի շատ շախմատային, ուրեմն սպորտային sense շախմատով ենք զբաղված, քանի որ ես մեր հանրահայտ Տիգրան Պետրոսյանի հետ եմ շախմատ խաղացել ժամանակի Ես հիշեցի, որ ես շատ եմ սիրում, ես գնացի շախմատի, ուրեմն Պիոներ պալատ շախմատի դպրոց գնացի, որ շախմատով զբաղվում մեկ էլ մի շատ անշնորհ բան արեցին իմ նկատմամբ, ես հրաժարվեցի, այսինքն գնում տուրնուր է գնում, մրտույթ է գնում, պետք է ռադրետ ստանանք, հիմա ինձ կանչում են, ասում են դու ես մեկին պարտվի, որ ինքես հիմա կարգ ստանա, հաջորդ անգամ, ուրեմն դու ինքը քեզ կպարտվի, ասեմ որ ես հաղթում եմ ոչ պարտվեմ, ու վիրավորվեցի, որ ինձ այդպես բան թողի դու սակա գնացես թե ֆուտբոլով զբաղվել։ Ես խաղացել եմ այն ժամանակ կոչում էր հայրենական կոժնե մաչ էր, էլի այն ֆինալ, հա, աշվեգանդակ, ուրեմն ֆինալ են դուս եկե, բայց քանի որ ես գեշ չունեի համապատասխան ոտաբուբիկ էի խաղում, էլի հնարավորություն չունեին ինձ առնելու։ Մի հատ դուս եկա մի լավ դիրքի ու չկարողացա խփեի գոլը, շատ ներվայնացա, եկա խնդրեց ինձ փոխարինեք, էլի որ ես չկարողացա այդ գոլը խփեի, բայց ու լավ խաղացող եմ եղել։ Տենց ներվեցի, որ չկարողացա, բայց Հայաստանի մակարդակով եղել եմ ֆինալի մասնակից ամենա։ Այդտենց սիրել եմ սպորտը։ Հիմա էլ եմ սիրում սպորտը, շատ եմ սիրում։ Դե Յուրի Գվարդանյանը չեմ ուզում ասեմ, մեր բոլոր հանրայիններին լավ ճանաչում եմ ես եւ Վլադիմիր Ջանգեբարյանի հետ եմ բախտ ունեցել, Յուրի Վարդանյանի հետ, նո այսօրվան մասին չեմ ասում, շատ չէ, եւ միշտ էլ իրանց հրավիրել եմ։ Դուք կարող եք գալ մեր կլինիկան այս ժամանակ անվճար սպասարկել, որովհետեւ դե նման մարդիկ պատիվ է որ մեզ մոտ կան, ինչ դեռ ուրիշ ֆինանսական խնդիր չէր կարող լինել անպայման, բայց այդ մարդկանց որ չանենք բանը պետք է անենք անվճար։ Պարոն Գրիգորյան, այդ չափ անվճար սպասարկումը ուր պիտի տանի, ինչպես է կարողանում հաղթահարել։ Դե գիտեք ինչ, հիմա ես այսօրվա մեր առողջապահության նախարարի մի հատ նամակ եմ ուղղել, որ մեզ պետք պարտուետամ այն աշխատանքը, որ մենք կատարում ենք այսօր։ Ես կաբինետը ստեղծել ենք 44 օրվա պատերազմի երեխեք, բայց այդ երեխեքին մի բանով դուք պետություն պետք է մասնակցեք ոնը ինչ որ մի ձևով։ Այն էլ ինչ է, այն ցածր գները մի անգամ պետք է դրան էլ անդրադառնա, որովհետև այն գները, որ այսօր կան, դա ծիծաղելու գները, էլի չի կարելի այդ 2200 դրամով ատամ հեռացնել, որովհետև նյութերը այնքան են, ամեն ինչը մի քանի անգամ թանկացել է ամեն ինչը, իսկ այդ գները հələ մնացել են 5 գներն են, մի 15 տարվա գներն են այդ գները։ Մենք պետք է եւ առողջապահությանը օգնենք, եւ կրթությանը պետք է օգնենք, որ այսօր ոնց է, տեսեք, Տիգրան Պետրոսյանը ինչ էր անում։ Ինքը երբ որ մեկնաբանում էր Միխայել Բոտվինիկ партիան Սավետսկի սպորտում, դերում էր 32 հետ քայլում, եթե սպիտակները ցենց խավային, իրանք չէին պարտվի։ Կամ մյուս
բարձեն, եթե սևերես քայլը անեն, իրան կհաղթեն։ Այսինքն, նա ցույց է տալիս սխալը, ու ցույց է տալիս ուղին, ոնց կարելի է բարձան փրկել, ոնց կարելի է հաղթանակը։ Այսօր ինչ են ասում, ասում են մեկը նախարարին ասում է դու գնա, ես կգամ այդտեղ կնստեմ, դու տեսես ինչ կանեմ, եթե դու այդքան անով ես գնա իրան այսօր կողքը կանգնի եւ օգնի, ոչ թե ասա դու գնա, ես գամ այդտեղ նստեմ։ Այսօր այս ասա մեր քաղաքականությանը։ Ամանց ասում դա բան ես ասում, արի գնա կասա այդ մարդը թող ինքը անի, չէ ինքը թող գնա ասում։ Լևոն Գրիգորյանին կնմանացնեի այդ հալվող մոմին, վառվող մոմին, որը սպառելով իրեն, բայց լրացնում էր շատ-շատերի լուսավորելով իրենց հոգիները։ Նա զարմանալի մարդ է, զարմանալի ազնվության տեր, անհատ։ Տվեք հնարավորություն Լևոն Գրիգորյանին առողջապահության ոլորտում որոշ հարցերի կազմակերպման եւ կակնկալեք արդյունքները այնպես չսպասվածից ավելի լավ, ոնց կարելի էր պատկերացնել, այո։ Ինքը որպես բուժ ծառայության կազմակերպիչ, բացի որպես ստոմատոլոգ օրթոպեդ շատ լավ պատրաստված է եւ նրանից շատ բան կա սովորելու։ Մեկ ակնթարթով հնարավոր չի ներկայացնել մի մարդու, որ ունի այդ տեսակ կենսագրություն, գիտեք բազմամյա իր տարիների փորձը եւ բարձր մարդկային հատկանիշներ։ Անգլիկյան հումորը փրկագոտի է շատ իրավիճակներում եւ օգնում է մեզ։ Առանց հումորի ոնց կլինի, առանց հումորի հնարավոր չի։ Մենակ եղել է դեպք, երբ որ ես երկրորդ հիվանդանոցում նոր էի սկսել աշխատելու, հիվանդը եկավ, անկետան լրացել, ասի գնացեք նստեք, տենամ եկե նստել է իմ տեղը, Բեշկի աթոռը։ Ես այդ եկա նստեցի Կրասլովի մեջ։ Նստել եմ ինձ անեն, ես յան ասում եմ, բայց ինչ պիտի ասեմ, ես եմ պացիենտը, դուք իմ տեղն եք նստել, դե բուժեք ինձ ամի մտամս։ Դուք պիտի ստեղն եք, վայ կներեք։ Դե որ եմ այդ անենք, կամ ազգայցում ենք, դեն ժամանակ ազգայցում եմ, Շատ բարդ։ նովոկային նույն այսօր անեստետիկներ են, հազար անեստետիկներ կան, որ հիմա չեմ ուզում անուն ասեն, մի հանրայդ մարդու, նավ ասենք, քաղկոմի քարտուղարի ատամ ենք հեռաստում, ահա որ բախում է, ես արդեն մի 5 տարվա ստաժ ունեմ, հիմա ազգայացել եմ, ատամը հեռաստեմ, որ իմաստության ատամը հեռաստում ենք, ստորին 8-րդ ատամը, ակցիոնը դրել եմ, ուշադրություն իր այդ ակցիոնը, բայց ուրիշ գործիքով մեկ կարողանում ենք այդ ատամը հեռաստենք, հիմա ասում եմ լինդա ձեր ատամից անջատեմ, հետո ատամը հեռաստեմ, այդ լինդա իբր թե լինդը ատամից հեռացնելու ժամանակ այդ ատամը հեռացնում եմ, վերցնում եմ, մի հատ տամպոն եմ դնում, ասում թող արյունը մակարդում, միջը հիմա իր հարազատները դուրսը սպասում են, ասում են ես ատամը հեռացել եմ, բայց ինքան էլ տեղյակ չի, հələ բախում է, ստրեմպի մեջ է, ասում եմ ոնց, ասի ես ատամը հեռա, ինքը չգիտի, ասի չէ, հիմա եկել են ես, իրան հարցնում են, դե բախում ես ահավոր, շիպտին դե դրած են ակցիան, դե նայմա դրա, եպքի դա վերցում եմ էլի, վերցը ասեցին, բա որ հեռաստանք ինչ ես անելու, առանց ցավի, այն ժամանակ գարն կուտում տենց էր ասում, այդ մե գար ուտելու էլ է, վերջ չէ, ասի, դե լավ, վեկած գնանք արդեն 10 րոպեն անցել, ասում եմ, բա ինչ ձեռ է կարող, բա աննատ հեռացել է, ոնց է հեռացել նա ակցիան անենք ճուստը, բայց ինք այդ մատան որ կսա, թե բանը կարը։ Իսկ ձեր ներկայությամբ գյումրեցիներին վերաբերվող անեկդոտներ կարելի է պատմել։ Գյումրեցիների, իհարկե, բրոստը ես չեմ տենց, այս բան կարող է տենց բան չանել, բայց լավ անեկդոտներ կան։ Շատ է։ Նարդու սեղանի շուրջ ում հետ եք հանդիպում։ Ոայ, մետի դե իրանց հետ համ իրանց է հետաքրքիր, համ ինձ է հետաքրքիր իրանց հետ խաղը։ Օրինակ մի ընկերել ունենք, որը նախկինների տենց հարկայինի աշխատող է եղել, շատ էմոցիոնալ է, ինքը որ գալիս է, ասում եմ, եթե լավ չես պարապես, դու ինձ ասա, իմանա ոնց վարվեմ ես օքը։ Այդ վերջի օրերին մեկնակ պարտում եմ, են էլ ինչու, սխալ եմ խաղում, միտում նավար պարտում եմ, որ իրանց չկորցնեմ։ Եթե սաղին կորցնում եմ, ոչ որ կետս չի խաղում արդեն, հա պարտվում է, ով կգա։ Պետք է մեկ անք հաղթեն, որ կարողանանք այդ հետաքրքիր լինի։ Իշքան էլ զբաղված դինեմ, մինչև իր հետ միած չխաղամ, ես չեմ գնա ստեղից։
շախմատներ են խաղում, նարդեր են խաղում ու անզիջում մեր պայքարը, բայց վերջում երբ որ վերջացնում ենք, ասում ենք հաղթանակել է մեր բարեկամությունը։ Պրոֆեսորները միշտ ավելի գիտականորեն են մոտենում, իսկ նարդի խաղալ առաջ երթի մեծ խոսալ պետք է իմանալ, հետո նոր նարդի խաղալ։ Դից որ Հարությունյան Համլետը դա համար առաջինը է, Թոմասյան Էզիկը նոր է մեր իմ կոլեգան է, ես մի քանի օր առաջ մենք էլի միասին հանդիպել ենք, ասել եք, ես էլի մարդ կա, որ ունի առողջապահության գերազանցիկ մեդալ, էլի, որովհետև ես մարդ չեմ չա, ասում, բա ես ունեմ, ինքը ինձանից շուտ ունի, էլի, 1-2 տարի առաջ, ասեցիք ջան, բա ինչ նորություն ասեցի, ես գիտեի մենակ ես եմ, էլի, որովհետև ինձանից հետո ես այդ չեմ տեսել, էլի, առողջապահության կազմակերպիչ դենի այդպես մեդալ, որը որ մեզ պարգևատրել եմ, որ պոլիկլինիկա են կառուցել, չեմ նշանակել պոլիկլինիկայի գլխով, այ կառուցել եմ ես այդ պոլիկլինիկան, ինչ դժվարություններով ա եղել, ինչ բարդություններով ա, դե մենակ բազա ես գիտեմ։ Այն ժամանակ գիտեք ոնց էր, սա արդեն դարել էր ֆոնդով էլի, դե ֆոնդ ունենա պարկետի, մրամրի, ֆելզետի, ուրեմն ամեն ինչ էլի, եւ մի անգամ Էմիլ Գաբրելյանը, մեր մինիստրը ֆիզիոթերապևտիկ ինստիտուտում ասեց, ռայկոմի քարտուղարներ կան, որ ինձ հա նեղացնում են, բայց ես չեմ նեղնում, ես ողջունում եմ այն գլխավոր բժիշկներին, ում պատճառով ինձ ռայկոմի քարտուղարը նեղացնում է, ինչ է ուզում ասի, մեր կողքը մի հատ վետարային մանկապարտեզ կար, 3 տարի էր էլի, նոր մեր ռայկոմի քարտուղարը եկավ, ասեց, ես ինչ ես վերցնում, ասում, տվեք վերցնեք, կարգով մի հատ լավ մանկական կբացենք, Բեռլինում մանկական չկա։ Մեկ շաբաթվա ընթացքում ռայսովետի որոշումը արդեն տվեցին մեզ եւ հետագայում ես դա կառուցեցի ու փրկեցի այդ շենքը իհարկե առաջերտը որտեղ վթարային էր փրկեցինք որ համապատասխան մասնագետների միջոցով փրկեցինք շենքը եւ դա պետք է նշենք Սպարտակ Ղազարյանի որը ավիաօրենսդրոյի տրեստի կառավարիչներ է ինքը այդ սա վերցրեց իր վրա ինքը արեց եւ պետք է ստեյշն Թաթարյանը, որ այսօր Գազպրոմն է ստեղծել Հայաստանում, Գյորգի Անդրեյեվիչը, ինքն էլ ֆինանսավորում էր, ես Դավիթաշենը մի պոլիկլինիկա է, կենտրոն է ստեղծում, ուրեմն 4 հարգանի, իր ստացիոնարով, իր մանկական ծառայությունով, մեծ հասակներ, կոմպլեքս է ստեղծում, բայց ճարաբաստիկ մեր երկրաշարժը որ եղավ, այդ կարողացավ ֆինանսները գնացին դեպի Գյումրի, որ կարողանան այնտեղ համապատասխան շենքեր կառուցեն մարդկան բնակեցնել, այդ մնաց կիսակառույցին Դավիթաշենը, մտած մտքեր կար այն ժամանակում, բայց տեսեք այսօր մեր մանկական ստոմատոլոգիան այսօր շատ ծանր վիճակի մեջ է։ Դպրոցներում կաբինետներ ունենք, ստուգում են երեխային ինչքան շուտ է ախտանում, այնքան հեշտ է բուժվում, էժան է դնում, իսկ այսօր չկան այդ ամեն չկան մի քանի կենտրոններ, բայց այդ կենտրոնում այդ քիչ է։ Մասնագետների խնդիր կա։ Հա, մասնագետների խնդիր կա եւ այդ ծառայությունը կարելացել աստեն համարը վերանալն աստիճանի քիչ այդ ստոմատոլոգիական մանկական պոլիկլինիկաներ մնացել Հայաստանում, բայց այն ժամանակ լավ աճեր գնում ունեն կենտրոնական մանկական ստոմատոլոգիական որը վերացրեցին ունենք հանրապետական էլեմենտ հասարակները որը վանա կոչում Այն էլ համարը արդեն վերանում մի հարկա մնացած արդեն բիզնես կենտրոնը դարը, այսինքն Էմիլ Գաբրելյանը ինչ որ ստեղծել էր մանկական եւ մեծահասակները եւ փոքրացած վերացան։ Գրիգորյան, ինչ է կարծում, ինչ թերություն ունեք։ Ես մի քանի թերություն ունեմ, ոչ եմ ծխում։ Քանի որ ինձ համար նա հարազատ անձնավորություն է եղել ու կա, ես նրա մեջ այդպես թերություն չեմ տեսել։ Թերությունների մասին չեմ մտածել, բայց չեմ էլ գտնում թերություններից։ Թերություններ, այդ ես բանպասանցի չեմ, գործտվող չեմ։ Բոլոր ուղղություններով, որ ուղղությունով էլ որ հարցին նայես, մոտիկանաս, դրականը իր մոտ շատ ու շատ է։ Թերությունները ինքդ բարդավոր է ասելու։ Ուժեղ մարդիկ իրենց թերությունների մասին միայն իրենք կարող են ասել։ Կարող է եւ թերություններ ունենա եւ կարող է սխալներ թույլ տա, բայց բոլոր ունեցած իր թերությունները բացարձակապես չեն ազդում նրա մարդկային կերպարի եւ հասարակական գործիչի, ինչպես նաեւ
նպատակ բժշկի կոչման վրա։ Թերությունները մի քիչ պետք է երևի ավելի խիստ լինել այն անարդարությանը, որ այսօր կա այն կարծում եմ։ Մեկ ասում լավ, էլ օգուտ չկա ասեմ, որ մարդն ասում է չի հասկանում, ինչ ասեմ։ Մասնավոր ստոմատոլոգիական կենտրոնների կողքին ձեր ներկայությունը ու ձեր հիմնած ասոցիացիան 911 է թերևս, որի հիմքը դրվեց 30 տարի առաջ։ Այդ 30 տարվա ընթացքում ինչքան մենք հրավերք ենք արել, ինչքան սիմպոզիումներ ենք արել, ինչքան կոնֆերանսներ են կազմակերպել, ինչքան օգտակար են եղել այդ մասնավորի կողքը կանվեց, այնքան դեպքեր եղել, որ պացիենտը դատի է տվել, մենք իրան պաշտպանենք անդա իրավաբանորեն, մենք փորձել ենք ասենք ով է մեղավոր չի եւ այլն, փորձել ենք մեր բժշկի կողքին ենք եղել, բժիշկը անպաշտպան, ով է բժշկի պաշտպանը, այն ասոցիացիաները պետք է լինեն, մասնագիտական ասոցիացիաները պետք է պաշտպանեն իրար բժշկի, բա ոնց այսօր հատկապես ավելի շատ կա դա, շատ է մեր ժողովրդի մեջ դժգոհությունը շատ է։ Մենակ նորից եմ գալի մեր մասնագիտության մեջ, չէ, կան տեղեր կան, որոնք որ իրանք չունեն աշխատելու, հիմա լավ է ստեղծում ենք որակ պետք է հիմա առողջապահության հետ որակ արգանում, դա լավ բան է, ճիշտ է, բայց մեկը օրենքին հակասում է մեկը, եթե մեկը վարձակալում է իր որակը ով է հասկելու, այն տնօրենը թե ինքը նրա հետ կապ չունի, նա իրավաբանորեն ստատեն հարկային ու որակը ոնց որ մի քիչ արժի բռնում։ Պետք է լավ աշակերտել է սեմինարներ դիլինի հարկային, օրինակ մենք վերջերս մի վերապատրաստում կազմակերպեցինք, աշխատանքային տեսությունից հրավիրեցինք մի լավ մասնակետի, որը այնքան մեծ օգուտ տվեց մեր բժիշկներին, որոնք այդ օրենքները չգիտեին, աշխատանքային տեսությունը գալիս, ստուգում, ուսումնասիրում, հետո պատժում, տուգանքիվ ձևով, իսկ երբ որ այդ օրենքները մեր բժիշկներին բացատրեցին, մարդիկ չգիտեն դրա մասին, գտնում ինտերնետով կարդա, հիմա ինտերնետով ուրիշ բան է կարդում, հետո չի կարդում օրինակի համար, այսինքն դա մեծ օգնություն էր, այդ 45 օրքի մասնագիտային ու սա white ինչ շնորհակալ եմ ձեզանից, հիմա էլ են բերելու այդ աշխատանքը, հետո հարկայինից կա բերենք օրենքներ կա, որ չեն իմանում մարդիկ, դիմանան, բայց ով պետք է ասի, այ մեր հասարակական կազմակերպությունների գաղափարը դա պետք է լինի, լիցենզիայի ժամանակ օգնել, ուրեմն վերապատրաստումներով ոչ թե մասնագիտական իր տեղը, բայց այդպես հարկային, աշխատանքային տեսության, որը որ իրանց վնաս տանել է, այդ առումով պետք է օգնել։ Եվ դա մեր առաջնային փորձերից մեկն է, անելու պարտադիր։ Ծրագրերն ու աշխատանքները շատ են, որոնք փորձում եք այսօր քայլ առ քայլ իրագործել։ Այո։ 80 տարեկան եք։ Այո։ 8 տասնամյակը բոլորել է։ Երիտասարդի ավյունով շարունակում եք աշխատել։ Երիտասարդ մնալու գաղտնիքը որն է, պարոն Գրուպ։ Գոյություն ունի 3 տարիք։ Առաջինը անձնագրային տարիքն է, ինչ որ գրած է անձնագրում, օր, ամիս, տարեթիվ։ Երկրորդը բիոլոգիական տարիքն է, ինչքան որ վերում կա, որ 20 տարեկանը ոնց որ 30-ը, կա 50-ը ոնց որ 20-ը։ Եվ կա ֆիզիոլոգիական տարիք, ինչքան օրերը ունակ աշխատելու, դրանք տարբեր տարիքներ են։ Ունի խոսք, ունի ասելիք, ունի մարդկանց հետ շփվելու ոճ եւ ձև, որ մարզում է լինի գտնում այն մարդկանց, որոնք ժամանակին եւ իրեն ճանաչել են, ու չկա մի այնպիսի վայր եւ գյուղ, որ գնան ինչ որ մեկ իրեն չճանաչի։ Չեն մոռանում ծերերին, որ ծերերի համար բերեն քաղցրավենիք, սննդամթերք։ Դա էլ ինձ համար օգնություն է։ Նա բացի լավ բժշկից, լավ բժշկական գործի կազմակերպիչից, նաև լավ ընտանիքի ամուսին է, լավ ընտանիքի հայր է, լավ երեխաներ ունի, խելացի։ Այդ տարիքի մարդը դեռ այդպիսի երիտասարդական ավյունով ուրեմն զարմացնում է մեզ բոլորիս։ Դեռ ասելիք ունի ինքը, դեռ անելիք ունի։ Կա 70-80 տարեկան մարդ, կես հայացքից, կես բառացմես, ինք արդեն շարունակում, արդեն ունակա, օրերը լավապահպանված եւ աշխատում, ամենակարևորը մենք դա ենք համարում։ Շնորհակալ եմ եւ քաջ առողջություն ձեզ։ Շնորհակալ։